Դուք հնարավորություն ունեք դիմելու սահմանադրական դատարան։ ԿՀ-նիստում քաղաքական ուժերին սահմանադրական դատարան դիմելու խորհուրդ տված Վահագն Հովակիմյանը ժամեր անց ԿՀ կայքում բացատրեց, թե ինչու Բարգավաճ Հայաստան կուսակցության համար որոշիչ դարձած ընտրատեղամասերում վերաքվեարկություն չի նշանակել։ Արդյունքներն անվավեր ճանաչելը դեռ չի նշանակում, որ պետք է նոր քվեարկություն կազմակերպել, քանի որ այդ դեպքում ընտրողները քվեարկում են արդեն հայտնի արդյունքների պայմաններում, ինչը կարող է ազդել նրանց ընտրության վրա, գրում է Հովակիմյանը։ Ահա ինչպես էր նախկին ԿՊԱ-կանը հիմնավորում իր որոշումն ընդդիմադիրների ներկայությամբ։ Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Արգելնես, երբ որ որոշումը կա, դուք ձեր բողոքը իրավունք լրեք։ Հովակիմյանի այս հայտարարությունը պայթեցրեց նիստերի դահլիճը։ Հարգելի լիազորներ, կամ լրեք, կամ դուրս եկեք։ Հարգելի լիազորներ։ Տիկին Տոնյան, երբ որ մենք որոշումը կկայացնենք, դուք հնարավորություն ունեք դիմելու սահմանադրական դատարան։ Այո, տիկին Տոնյան, մի խոչընդոտեք նիստին, ամենայն հարգանքով։ Ձեր իշխանությունների, ձեր նշանակած իշխանությունների հրճակած ժողովրդավարության կայացմանը։ Ավարտեցի։ Եվ ձեր ղեկավարած մարմնով։ Հարգելի լիազոր ներկայացուցիչներ, մի խոչընդոտեք նիստը, լրեք, դուրս եկեք, հարգելի լիազոր ներկայացուցիչներ, դուրս եկեք։ Շնորհակալություն։ Իրավիճակը լարվեց նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց, որտեղ հավաքված քաղաքացիները ԲՀԿ-ին այս եղանակով խորհրդարանից դուրս թողնելը համարեցին ձայների ուղղակի գողություն, որի հրահանգը հանձնաժողովին տվել է Նիկոլ Փաշինյանը։ Տեսանք, թե ոնց որ սովորաբար արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովը սովոր է, որ պետքա գիշերվա կեսին մթության քողի տակ, հանցագործի նման, գողանա ժողովրդի վստահության քվեն, ոնց գիշերվա կես անվավեր ճանաչեցին տեղամասերի արդյունքները, նույն կերպ էլ հիմա գողանում են ձեր քվեն, ամոթ, 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 ամոթ։ Առնվազն մեր տեսանկյունից իրավական բոլոր հնարավոր գործիքակազմերը կիրառելու ենք, որպեսզի թույլ չտանք մանդատի գողություն։ Դուք հիմա տեսնում եք, թե իշխանությունը ինչ է փորձում անել եւ փորձում է փաստորեն դուրս թողնել ընդդիմադիր ուժերից մեկին։ Այս ամենը մենք գնահատում ենք որպես համակարգված ուղղորդված քաղաքականություն։ Ընդդիմադիր 6 քաղաքական ուժերը հայտարարել են չեն ընդունում ընտրական գործընթացի օրինականության վերաբերյալ պաշտոնական գնահատականները։ Բարգավաճ Հայաստանը, Ուժեղ Հայաստանը, Հայաստան Դաշինքը, Լուսավոր Հայաստանը, Հայ ազգային կոնգրեսը եւ Ազգային ժողովրդական բևեռը համատեղ հայտարարությամբ պնդում են, որ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են այնպիսի պայմաններում, որոնք կասկածի տակ են դնում դրանց ազատ, արդար եւ մրցակցային բնույթը։ Ըստ նրանց նախընտրական շրջանում եւ քվեարկության օրը արձանագրվել են համակարգային ու կազմակերպված խախտումներ, վարչական ռեսուրսի կիրառումից եւ քաղաքական հետապնդումներից մինչեւ ընդդիմադիր շտաբների գործունեության խոչընդոտում, տեղեկատվական միջոցների չարաշահում, նաեւ ձայների հաշվարկի եւ ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման հետ կապված խնդիրներ։ Ընտրության արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ եւ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարչախմբի վրա։ Հիմա կենտրոնական ընտրական հանձնաժողովը փորձում է խլել ընդդիմադիր 5 մանդատ, որը ըստ քվեարկության արդյունքների օրինական պետքա պատկաներ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը եւ ամբողջ ընդդիմությանը եւ ամբողջ ժողովրդին։ Դուք պետք է հասկանաք, որ հիմա այդ 7 անդամները գլուխը կախ
ընդունելով, որ իրանցից յուրաքանչյուրը սխալ է, մասնավոր խոսակցությունների մասին մենք ուրիշ բան չենք կարող անենք, գնացեք դիմեք սահմանադրական դատարան։ Քաղաքացիները մինչև ուշ գիշեր մնացին կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ, բողոքելով ընտրության վերջնական արդյունքների դեմ, որոնք ըստ նրանց չեն արտացոլում ընտրության իրական պատկերը։ Քաղաքացիները նաև ամոթանք տվեցին եւ ձայնագողության մեղադրանքներ ուղղեցին քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներ Սուրեն Գրիգորյանին եւ Արուսյակ Ջուհակյանին, որոնք ոստիկանների ուղեկցությամբ հեռանում էին կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Ալադավթյան, Արթուր Հակոբյան, Գոհար Վարդանյան, Հարություն Հովսեփյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։